Փրկարարները դեռ ուշքի են բերում Ուկրաինայի մայրաքաղաքը ռուսների գիշերային աղետալի գրոհներից հետո։ Փլատակներից մի կին է դուրս բերվել։ Դեռ ծխի մեջ կորած է Կիևը։ Առավոտի թռչեժները փորձում են հանգցնել դրոնային հարձակումից հետո տուժած քաղաքում բռնկված հրդեհը։ Մայրաքաղաքի 7 շրջաններ ուշքի չեն գալիս ռուսական օդուժի սաստիկ հարվածներից։ Ուկրաինական տելեգրամ ալիքները հրապարակել են բազմահարկ շենքերից մեկի կադրերը, դրա մի հատվածը ուղղակի ջախջախվել է դրոնի բեկորներից։ Տուժել են նաև սեփական տներ, մեքենաներ, պահեստներ։ Ռուսական կողմը պնդում է, թե գիշերը միայն ռազմական օբյեկտներին է հարվածել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ խփել են Կիևում գտնվող ուկրաինական ավիացիայի, հրթիռային զրահատեխնիկայի և նավաշինական արդյունաբերական ձեռնարկություններին։ Լուսադեմին Կիևի քաղաքապետը բնակիչներին զգուշացրել է դրոնային նոր հարձակման մասին։ Անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ է հասնում մայրաքաղաք, պատրաստվեք, բնակիչներին կոչով դիմել է Կլիչկոն։ Քաղաքապետը վստահ է, որ դրոնները ուկրաինական Չերկասիի և Չեռնիգովի մարզերից են հասել մայրաքաղաք Կիև։ Այդ նույն ժամանակ հրետանային կրակի տակ է հայտնվել Օդեսան։ Գիշերային հրթիռակոծության հետևանքով բռնկվել է 19 հրդեհ, որոնցից 4-ը մինչև առավոտ հանգցրել են հրշեջները։ Տուժել են բնակելի շենքեր, ծննդատուն, շտապօգնության կայան և ձեռնարկություն։ Զոհվել է 2 մարդ, վիրավորվել 9։ Ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսները Կիևի և Օդեսայի վրա հարձակման համար կիրառել են 315 անօդաչու թռչող սարք, որոնցից 250-ը իրանական շահեդներ են, 7 հրթիռ, որոնցից 2-ը հյուսիսկորեական արտադրության բալիստիկ հրթիռներ են։ Ուկրաինան անպատասխան չի թողել Կիևի և Օդեսայի վրա զանգվածային հարձակումները։ 8 ժամ ռուսական հոփհամակարգերը 102 ուկրաինական ԱԹՍ են որսացել Ռուսաստանի 11 մարզերի երկնքում։ 46 դրոն Բրյանսկի, 20-ը Բելգորոդի մարզում են խոցվել, ԱԹՍ-ներ են եղել նաև Ղրիմի երկնքում։ Հասմիկ Սերոբյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։